Պարոն Ստեփանյան, այսօր հավաքվել եք, որպեսզի ՄԱԿ-ին գրություն փոխանցեք Բաքվում գտնվող հայ ռազմաքաղաքական գերիների վերաբերյալ։ Ինչ սպասելիքներ, ակնկալիքներ ունեք։ Դե մեր պետությունից, այսքան այս պահին գործող վարչախմբից որևէ սպասելիք ակնհայտա, որ մենք չունենք ու չենք կարող ունենալ, դրա համար ստիպված ենք դիմել միջազգային կառույցներին, Միացյալ ազգերի կազմակերպությանը այսօր կհանձնենք, ինչպես նշեցիք, նամակ, որտեղ գլխավոր քարտուղարին կոչ ենք անելու, որպեսզի մեր ռազմագերիների հարցով զբաղվեն, իսկ ավելի կոնկրետ մենք կոչ ենք անելու, որպեսզի տեղափոխեն մեր ռազմագերիներին այլ պետություններ, անկախ պետություններ եւ պետություններ, որոնք չեն աջակցում Ադրբեջանին կամ չեն աջակցել պատերազմի ժամանակ, որպեսզի դատավարությունը այնտեղ տեղի ունենա։ Մեծ հաշվով բոլորիս ակնկալիքն այն է, որ հնարավորինս շուտապույտ պետք է վերադարձնենք մեր գերիներին Հայաստան, որտեղ այն ինչ հիմա տեղի է ունենում, դա ոչ թե ռազմագերիների դատն է, այլ ըստ էության հայ ժողովրդի դատն է գնում Ադրբեջանում, ինչին լուր հանդուրժում է գործող իշխանությունը եւ մեր պատիվն է այնտեղ դատվում, մեր պարտքն է ամեն ինչ անել, որպեսզի ինչ որ ձևով կարողանանք ազդեցություն ունենալ եւ մեր ռազմագերիների հարցը բարձրացնենք բոլոր հնարավորություններում եւ հնարավորինս արագ վերադարձնենք Հայաստանի Հանրապետություն։ Օրինակ, ոչ երկրների մասին է խոսքը, որ ձեր խոսքում նշեցիք։ Բացարձակապես մեր համար էական չի, որ երկիր կտեղափոխեն, կարևորը որ դրանք չլինեն կողմնակալ երկրներ եւ կողմնակալ յոկուտ Ադրբեջանի, հա, այսինքն այստեղ մեծ հաշվով մեր համար տարբերություն չկա։ Կարևորը որ դա տեղի ունենա արդար սկզբունքով, այսինքն այդ դատավարությունները պետք է արդարության սկզբունքով լինեն, այլ ոչ թե բռնաճնշումներով, խոշտանգումներով, ինչպես մենք բոլորս տեսնում ենք, հա, նույն Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակն է հասկանալի, այսինքն ակնհայտ է, որ այդ մարդկանց նկատմամբ ճնշումներ են գործադրվում եւ խոշտանգումներ են իրականացվում եւ ուղղակի կողքից լուր հետեւել անթույլատրելի է եւ այս գործող իշխանության մոտեցումը առհասարակ ցույց է տալիս մեզ, որ ուղղակի այլ ընտրանք չկա, քան մենք որպես ժողովուրդ, որպես հանրություն փորձենք այս հարցով զբաղվել, որովհետեւ իշխանությունը ձեռքերը մեծ հաշվով լվացել է, երևի ըստ էության ես ոնց հասկանում իրենք ուրախել են, հա, որ այս ամեն ինչ էսպես է տեղ, ինչը անընդունելի է իհարկե։ Ըստ էս ինչու իշխանությունը որևէ քայլեր չի ձեռնարկում շուտապույտ կերպով գերիներին հայրենիք վերադարձնելու։ Ըստ էության մենք բոլորս հասկանում ենք, որ գործող իշխանությունը ադրբեջանա-թուրքական տանդեմի խամաճիկն է եւ ամեն ինչ անում է, ինչպես իրեն թելադրում են մեծ եղբայրները, հա, վերջերս գործող վարչախմբի պարագլուխը հայտարարություն արեց, ասեց ջուրը մեծին, չէ, ջուրը փոքրին խոսքը մեծին, ակնհայտ ակնարկելով, որ ինքը լսելու է Էրդողանին, բնական չի, որ Էրդողանին եւ Ալիևին էլ բնականաբար ձեռք է տալու, որ Բաքվի բանտերում հայտնվեն ռազմաքաղաքական իշխանություններ Արցախի, որոնց վրա կբարթեն աշխարհի բոլոր մեղքերը եւ հայ ժողովրդին կվերածեն օկուպանտների եւ այն ինչը որ իրենք հիմա, այսինքն բոլորիս համար հասկանալի է, էլի հիմա չկրկնենք, հա, դրա մասին։ Իսկ ինչ է կարծում, խաղաղության պայմանագիրը արդյոք իզորու է լուծել այս հարցը։ Ինչ խաղաղության պայմանագիր։ Այն ինչի մասին իրենք խոսում են, այն ինչը հիմա թափահարում են, 2 օր Ադրբեջանի իշխանությունները այդ հայտարարությունից հետո թե իբր համաձայնագիր են, եկել են եզրակացության, չգիտեմ ինչի, մեղադրում է Հայաստանին, ուրեմն սահմանի վրա կրակելու համար, այսօր նաև ինֆորմացիա հայտնվեց համացանցում, որ արդեն իսկ Տիգրանաշենի հարցն է դնում Ալիևը պարագլխի առաջ, այսինքն հարցի սկզբան էլ դրված էր, ուղղակի փուլ մարդիկ իրենց նպատակներն են ասում։ Մի հատ բերում են այստեղ են զիջել տալիս, հետո բերում են այնտեղ են սենց հերթով զիջելով Հայաստանը բերում են հասցնեն Երևանի սահմաններին, վերջում էլ Երևանը հանձնում պրծնեն։